Ողջույն 24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Բարև ձեզ, պարոն Դանիելյան։ Շնորհակալ եմ այսօր ընկալվելու համար։ Երեկ մենք մի աննախադեպ իրականության ականատես եղանք, երբ դատարանը բեկանեց կաթողիկոսի որոշումը։ Նշենք, որ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանին միացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դիմել էր դատարան, որպեսզի վերականգնվի Մասյաց թեմի առաջնորդի պաշտոնում եւ նրան դատարանը փաստորեն վերականգնեց։ Պաշտոնում ձեր մեկնաբանությունը։ Այս ամեն ինչը բացատրություն չունի, առավել եւս սա աննախադեպ չի, որտեղ 18 թվականից սկսած մենք նման բազմաթիվ աննախադեպ դեպքեր ենք տեսել, որոշումներ ենք տեսել, որ սա հերթական անհետեթություններից մեկն է, եկեղեցին նվիրապետական աթոռ է, ըստ երևույթին ես այդ դատարանի որոշման հիմքերը չեմ տեսել, ըստ երևույթին աշխատանքային օրենսդրության հիման վրա են վերականգնել աշխատանքի, երևի է, ես այդպես եմ կարծում, եւ Հռոմի Պապի բախտը բերել է, որ իր նստավայրը Հայաստանում չի գտնվում, թե նրան էլ կարող էր աշխատանքից անել կամ որոշել, որ ինքը էլ Հռոմի Պապ չի։ Ընդհանրապես եկեղեցիները դա նվիրապետական աթոռներ են եւ նվիրապետական աթոռում նման գործողություններ անել, աշխատանքի վերականգնել, դնել, երևի շուտով որոշում կլինի, այսինքն որոշ հոգեվորականներ, որ կարգալույծ են արվել, նրանց նորից վերադարձնել կարգի մեջ, հա։ Այսինքն սա հերթական նախադեպ է սկսվում փաստորեն։ Այո, սա հերթական այն սահմանադրական խախտումներն են, որը սկսվել է 2018 թվականից, հենց դեռևս իշխանության չեկած ասում էր, եթե ես վարչապետ չլինեմ, Հայաստանում վարչապետ չլինի, որի համար գործող իշխանությունները իրան պետք է ձերբակալեին հակասահմանադրական կոչեր անելու համար։ Հետո դատարանները շրջափակել եւ այլն եւ այլն։ Մենք պետք է հասկանանք, որ մենք ոչ սահմանադրական երկրում ենք ապրում։ Եվ այն, որ վարչապետ կոչված է ինքը բան անում, չի ճանաչում կաթողիկոսին եւ ասում ենք այլևս կաթողիկոս չի, սա հերթական սահմանադրության խախտում է, որտեղ եկեղեցու դրույթը սահմանադրության մեջ է գրած։ Հիմա մենք ապրում ենք դատարանն էլ կատարում է Փաշինյանի ասածը այս դեպքում։ Բնականաբար սա նորություն չի եւ դատարաններին չի համար են շրջափակվում, սահմանադրական դատարանի կազմը ինչի էր փոխվում, դատավորներին ինչի են ձերբակալում եւ հալածում, ինչի համար որ Հայաստանում դատական համակարգը ենթարկվի տվյալ մեկ անձին։ Հիմա մենք ոչ սահմանադրական երկրում ենք ապրում, այլ մի երկրում, որտեղ սահմանադրությունը արդեն չի գործում։ Հիմա հարցը այն է, թե դրանից ինչ եզրակացություն կարելի անել, ինչ հետևություններ կարելի անել, սա արդեն ռետորական հարցադրում է, բայց այս խնդիրի առաջ մենք բոլորս կանգնած ենք։ Պատահական չէր հավանաբար, որ նա դիմեց դատարան, ցույց տվեցին այս կերպ, որ եթե եպիսկոպոսներին փորձի վեհափառը կարգալույծ անել, նրանք եւս կարող են դիմել եւ վերականգնել իրենց կարգը եւ ծառայություն իրականացնել։ Դե ես կարծում եմ, որ արդեն կարգալույծներին էլ դա կվերաբերվի եւ ասենք այս վարչապետը կորոշի ինքն է չէ ասել, որ ես որոշելու եմ բարեվարկության կանոնները, ապագա կաթողիկոսի հոգեվորականների։ Հիմա ինքը բարեվարկության կանոններն է որոշում դատարանի միջոցով, վերականգնում է ինչ-որ եպիսկոպոսներին, կարգալույծներին շուտով նորից կարգի մեջ կդնի, ինքը ցանկանում է անում է։ Եվ խնդիրը նույնիսկ նա չի, որ ինքը ցանկանում եւ անում է։ Խնդիրը ավելի խորքային, ավելի լուրջ է։ Ավելի լուրջ այն է, որ մենք ապրում ենք մի հասարակությունում, երբ որ այդ հասարակությունը սահմանադրական կարգ, օրինականություն եւ այլն չի հասկանում դրա կարեւորությունը, որ եթե դա հանում ես, ոնց որ մարդու մեջ կմահկա, հանում ես մնում է մի հատ միսը, որը կարող է ընկնի գետնին, հա, այսինքն մեր հասարակությունը եւ մեր պետությունը կարող է քայքայվել նման եղանակների պատճառով։ Ուղղակի որպես պետություն մենք կարող է վերանանք։ Ամբողջ վտանգը այն է, որ հասարակության մեջ այդ զգացողությունը, այդ հասկացողությունը գոյություն չունի։ Իսկ ինչ զարգացումներ են սպասում եկեղեցում, մենք միշտ խոսում ենք այդ մասին, բայց ամեն դեպքում թեման անընդհատ տակ է պահում Փաշինյանը։ Ինքը տակ է պահում, որովհետև այլ տարբերակ չունի, նախընտրական փուլում են գտնվում, ինքը այս եկեղեցու հարցը այնքանով ուռացրեց ու դրեց քաղաքական գործընթացների հիմքում, որ ինքը նահանջելու այլևս տեղ չունի եւ նաեւ առաջ գնալու տեղ չունի, որովհետև ամեն ինչ կախված է կաթողիկոսից, եթե կաթողիկոսը պինդ լինի իր որոշման մեջ, տեղի չտա, իրեն վստահ պահի, ես կարծում եմ որևէ քայլ եկեղեցու դեմ իրենք անել չեն կարող։
Չի հաջողվելու կարծում եք։ Չի հաջողվելու, եթե կաթողիկոսը պինդ մնա եւ տեղի չտա։ Բայց ասում են, որ Փաշինյանը իր առանձին կառույցն է ուզում ստեղծել։ Դե թող ստեղծի, Եկեղեցական կառույցը թող ստեղծել։ ստեղծի։ Եվ դրա այդ կառույցին լեգիտիմություն տալ։ Եթե կարող է թող ստեղծի։ Այդ կառույցը չի աշխատելու, այդ մարդիկ այդ եկեղեցիների չեն գնալու։ Իրոք հավատացյալ մարդիկ են, չէ՞ գնում եկեղեցի եւ այլն, նաեւ ոչ այդքան էլ հավատացյալ։ Իրոք հավատացյալ մարդիկ, անկեղծորեն հավատացող մարդիկ այս եպիսկոպոսներին, այս քահանաներին բնականաբար չեն ընդունելու, իրենց տեսերը չեն ընդունելու, իրենց արարողությունները չեն ընդունելու, երեխաները այնտեղ չեն կնքելու, դե հիմա եթե փորձելու է անի, թող փորձի։ Ես կարծում եմ հերթական անգամ ինքան հաջողության է մատնվելու։ Իսկ ինչ բացատրությունն է, որ կան մարդիկ, ովքեր աջակցում են Փաշինյանին այս հարցում, բայց հետո տեսնում են վեհապարին եւ խոնարհվում են նրա առաջ, ձեռքը համբուրում են, օրինակ Արամ Սարգսյանը։ Ես որևէ բացատրություն չունեմ, ես այդ մարդկանց չեմ հասկանում։ Նաև այդ մարդկանց ելույթները, հա, հրապարակային եւ աբսուրդներ են, երբ որ հայտարարում է, որ արևմուտքը թույլ չտա, որպեսզի արցախցիները լքեն Արցախում, այնտեղ սողամահություն չլինի եւ այն չլինի, հետո դրանից հետո արևմուտքը թույլ տալիս է եւ ողջունում է, դրանից հետո ինքը նույն ոճով մյուս հարցերի մասին է սկսում խոսել։ Այսինքն այդ մարդկանց տրամաբանությունը ես չեմ հասկանում, բայց ավելի շատ չեմ հասկանում այն մարդկանց տրամաբանությունը, որոնք լսում են եւ այդ ամեն ինչը ընդունում են, հա, իրենց համար նորմալ է դա։ Հիմա ձեր ասած անձնավորության քայլերը իմ համար անհասկանալի են։ Այսինքն մի կողմից կան մարդիկ, ովքեր պաշտպանում են Փաշինյանի այս օրակարգը, բարենորոգման, բարեփոխման օրակարգը, բայց իրենց հոգու խորքում իրենք հասկանում են, որ պետք չի դա անել եւ տեսնում են վեհապարին պաշտպանում են, ովքեր են այնտեղ գտնվում։ Այնտեղ գտնվում են ԿՊ-ի կուսակցականները, պատգամավորները, պետական ծառայողները, նաև որոշակի օրինակ Աստծո ժողովուրդ կրոնական կազմակերպության անդամները, որպես ռեսուրս, հա, այսինքն այդ կրոնական կազմակերպությունը կամ միությունը օգտագործում է հառաքելական եկեղեցու դեմ։ Իրենք նույնպես այդ մարդիկ ապահովում են, որտեղ ներկա լինեն։ Ինչի համար են քաղաքացիական պայմանագրի տարբեր կառույցները, պետական կառույցների անդամները այնտեղ գտնվում, որովհետև աշխատանքը կկորցնեն, որոշ մասը կոմպրոմատների տակ է, որոշ մարդկանց պարգևատրում են պետության հաշվին, բյուջեի հաշվին, պարգևատրումներ են տալի։ Այսինքն այդ մարդիկ հանուն դրա մասնակցում են այդ բաներին, հա, եւ մենք Եվ մի քանի վերլուծաբաններ պաշտպանում են նաև քաղաքական գործիչների Դե վերլուծաբաններն են էլի այդ երևի սմբողների դասի մեջ գտնվում։ Տեսնում եք, չէ, առողջապահության նախարարը կոչ է անում բոլորին հավաքվել գնալ պատարագի կամ մյուս նախարարության աշխատողները, գյուղապետներ, համայնքապետներ եւ այլն։ Այսինքն սա է կատարվում, այսինքն հանրային աջակցություն որպես այդպես գոյություն չունի։ Մինչև ընտրություններ կտևի, կարծում եք այս ամեն ինչը եւ կավարտվի ընտրություններից հետո, թե եթե անգամ Փաշինյանը մնա կավարտվի, որովհետեւ ասում են ընտրություններից առաջ արվող քայլը եկեղեցու հաշվին փյարվում է Փաշինյանը։ Եվ նաև երկրորդ պատճառը գոյություն ունի, իր արչև պահանջներ են շարունակում դնել եւ Ադրբեջանից առաջերտին եւ Թուրքիայից եւ այլն, եւ ինքը ուզում է ցույց տալ, որ ահա տեսեք Հայաստանում պայքար է գնում, ես պայքարի մեջ եմ գնում, այլ նայեք եկեղեցին, եկեղեցին էլ մտել է քաղաքականության մեջ, այնտեղ ԿԿԲ-ի լրտեսներ կան, իրենք կայսրության, Ռուսաստանի բաներն են, պրոքսիներն են այստեղ գտնվում։ Ես այս պայքարի մեջ եմ գնում, սպասեք մինչև ընտրությունը տեղի ունենա, ինձ աջակցեք, ինձ պաշտպանեք եւ աջակցությունը գալիս է, չէ՞, գերիների են բաց թողում որպես աջակցություն, Թուրքիայում ճանապարհներ են բացում, Ֆիդանը արտգործնախարար ասում է մենք աջակցում ենք Հայաստանի վարչապետին, Կայա Կալասն է ասում, հա մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նա լինի թեկուզ մոլդովական սցենարով եւ այլն։ Ինքը պետք է պայքար ցույց տա եւ այդ պայքարով աջակցություն ստանա։ Եվ երկրորդը, ինքը պետք է հետաձգի այն պարտադրանքների կատարումը Ադրբեջանի կողմից մինչև ընտրությունից հետո բնականաբար այդ ամեն ինչը ավելի լայն ձևով մենք զիջումներ կտեսնենք, ավելի դաժան, ավելի ահեղ զիջումներ, եթե վերընտրվի Փաշինյանը։ Եթե վերընտրվի եւ իր ամեն ինչը դրել է դրա վրա, որ ինձ աջակցեք, ես վերընտրվեմ, որպեսզի ձեր պահանջները կատարեմ։ Բայց ինչու թիրախ ընտրեց հենց եկեղեցուն։
Դե դա էլ է հարց ինչու թիրախնդրեց եկեղեցուն։ Ըստ երևույթին նախ անդիմադիրների ձերբակալություններ, Սամվել Կարապետյան եւ այլն, լրագրողներ են ձերբակալվում, քաղաքական գործիչներ են ձերբակալվում եւ այլն, բայց գուցե դա այնպիսի հնչեղություն չունի այդ դրսի աշխարհի համար, որքան եկեղեցին է։ Եկեղեցին ըստ էության վերջին ազգային կառույցն է, որը իրենք չեն գրավել եւ նաեւ եկեղեցի շուրջ մարդիկ կարող են համախմբվել եւ արդեն այդ պայքարի տպավորությունը ուժեղ լինի, որովհետեւ ինքը կարողանա վաճառել մեր հարևան երկրներին։ Ասում են հիմնականում Փաշինյանը ամենայն հայոց կաթողիկոս անվան հետ համաձայն չէ, նա ուզում է ունենալ մի կաթողիկոս, որ ամենայն հայոց չէ, Հայաստանի կաթողիկոս լինի, այսինքն կապ չունենա եկեղեցին Սփյուռքի հետ։ Ինչը որ Էրդողանն է շատ խոսում այդ մասին, անհանգստացած է Սփյուռքով։ Նման տեսակետ գոյություն ունի, որտեղ թուրքական եւ ադրբեջանական ուղեղային կենտրոնների հետազոտություններ կան, եւ այդ հետազոտությունները նաեւ ունենում են ռեկոմենդացիաներ։ Իրենք բանը այն է, որ հայկական ազգայնականության հիմքը եկեղեցին է եւ Սփյուռքն է, Սփյուռքը, որը ցեղասպանության հարցն է բարձրացնում եւ կառուցված է եկեղեցու վրա, այդ համայնքային կառուցվածք ունի, եւ որպիսի հայ ժողովուրդը, հայկական ազգայնականությունը վերջնականապես ջախջախվի, այդ երկու կառույցները պետք է ոչնչացնել եւ պատահական չէ, որ դեռևս երբ որ իրենք եկան իշխանության, այս գործող վարչապետը առաջերտին իրենք վերացրեցին Սփյուռքի նախարարությունը եւ եկեղեցու դեմ հարվածները սկսվեց 2018 թվականից։ Ես կարծում եմ, որ սա արդեն նախապես ծրագրավորված քաղաքականություն է եւ նաեւ այդ ուժերի աջակցությամբ այս գործող վարչապետը եկել է իշխանության։ Փաշինյանը հիմա շարունակում է ակտիվ այդպես ներքին կյանք վարել, այդ սրտիկները շարունակվում են։ Փաստորեն հիմա մարդկանց հրավիրում է պարահրապարակ եւ ասում է մենք կնվագենք, դուք կպարեք։ Այս ամեն ինչը ինչ բացատրություն ունի։ Եվ արդյոք իսկապես իր նպատակին հասնում է։ Այսինքն մարդկանց հետաքրքրում են օրակարգը, որ ինքը ձևավորել է եւ փորձում է իրականացնել։ Նույն այդ սրտիկները, իդեպ այն շատ մեծ տարածում էր նաեւ ստացել երկրից դուրս։ Ես չգիտեմ այս սրտիկները ում վրա է ազդեցություն գործում, ում վրա չգործում, իմ համար ամենայն դեպս շատ տհաճ է եւ նրանց, մարդկանց, որոնց ես ճանաչում եմ, դա հերթական անհետեցություն է, ինչպես իր գլխակները։ Եթե ինչ-որ մարդկանց վրա ազդում է, ես չգիտեմ, եթե ազդում է, երևի ճիշտ է անում։ Իսկ պարահրապարակ հրավիրել եմ։ Մենք նվագում ենք, դուք պարում եք։ Իդեպ քաղաքական կարծես մեսիջ լիներ այս ամեն ինչի մեջ։ Դե ես չեմ կարող ասել, ինքը համենայն դեպս մի խնդիր ունի, միշտ ինչ-որ մի բան ասել, որպեսզի օրակարգ ձևավորի, որպեսզի իր խոսքերը քննարկեն, թեկուզ վատ, թեկուզ բացական եղանակով, բայց ինքը միշտ լինի ինֆորմացիոն կենտրոնում։ Եթե նույնիսկ ինչ-որ ասելու բան չի լինում, որևէ բան չեն կարողանում մոգոնել, ինչ-որ երաժշտություններ միացնում, ապուշ դեմքով նայում եւ բոլորը դա քննարկում են։ Սա նաեւ մի խնդիր է, որը նաեւ վերաբերում է ընդդիմությանը, որ ընդդիմությունը ոչ մի կերպ ցավոք սրտի դեռևս չի կարողանում օրակարգ ձևավորել։ Ինքը նույնիսկ այդ նման ապուշ եղանակներով ինչ որ խոսակցության քննարկման կենտրոնում է գտնվում, կամ կին ինչ որ շորեր է հագնում եւ այլը, բոլոր այդ շորերն են քննարկում, շորերի գինն են քննարկում եւ այլն։ Այսինքն այստեղ կարևոր չի թե դա դրական, թե բացական ազդեցություն կունենա, կարևորը որ այս երկրի իր մասին անդադ ամբողջ լրատվամիջոցը լցված է իրենց ինչ-որ բաներով, պարահրապարակներով, գլխակներով, շորերով, երաժշտություն միացնել, ապուշ դեմքով նայել, հա, ասենք Մոսկվայից, Պեկինից, ես իմ որտից, բայց մարդկանց դա երևի զվարճացնում է որոշ մասին, ամենայն դեպս քննարկման թեմա է դառնում եւ անդադ ամբողջ լրահոսը լցված է հենց իրենով եւ իրենցով, հա, նորից եմ կրկնում, սա նաեւ անդիմությանն է վերաբերում, որը չի կարողանում քաղաքական օրակարգներ դեռևս ձևավորել։ Բայց հեշտ է այդ օրակարգերը ձևավորելը արդյոք։ Նա իշխանություն ունի եւ ավելի հեշտ է իր համար, կարողանում այնպիսի իրադարձություններ իրականացնել, որ դա ազդում է, օրինակ նույն թեկուզ թրիփի հետ կապված, այսինքն լծակներն իր ձեռքում են։ Դե հեշտ է դժվար է, քաղաքականությունը հենց այն է, երբ որ դու կարողանաս օրակարգ ձևավորել, որովհետև քաղաքականությունը դա իմաստների շուրջ պայքար է, այսինքն այն քաղաքական ուժը կամ այն պետությունը, որը կարողանում է իմաստներ ձևավորել, այդ քաղաքական ուժը գալիս է իշխանության, այդ երկրները կայսրություններ են ձևավորում։
Այսինքն իրական քաղաքական պայքարը իմաստների շուրջ է ձևավորվում եւ ապագայի նախագծեր։ Հիմա քաղաքական պայքարը Հայաստանում պետք է այդ իմաստների շուրջ լիներ, քաղաքական նախագծերի շուրջ լիներ, այսինքն քննարկման առարկա դառնալ, թե Հայաստանը ինչ ուղղությամբ է գնալու, ինչ ուղղությամբ չի գնալու, մեր շուրջը ինչ է կատարվում, մենք ինչ հնարավորություններ եւ ինչ վտանգներ ունենք, արդյոք ով կկարողանա այս հանրության մեջ այս փոխադարձ ատելության մթնոլորտը վերացնել, ինչը գործող իշխանության հիմնական ռեսուրսն է, հա, ինքը այդ ատելության մթնոլորտ է ստեղծում, մի մասին հանում է մյուս մասի դեմ եւ ինքը այն մի մասի ձայները հավաքում է եւ նաեւ որոշակի ադմինիստրատիվ ռեսուրս է օգտագործում։ Հիմա դժվար չի, հնարավոր է, հնարավոր չի, սա է քաղաքական պայքարը, առավել եւս որ մենք նախընտրական շրջանում ենք գտնվում։ Բայց արդյոք մարդկանց հետաքրքրում է այդ ծրագրերը։ Թե առասարակ մարդիկ ընտրում են անձի։ Մեր մոտ միշտ ձևավորված է դա։ Գնում են անձի հետևից, ոչ թե ծրագրի։ Մարդիկ գնում են անձերի հետևից, բայց այդ անձերը ինչ որ գաղափարներ են մարմնավորում, հա, այսինքն երբ որ ասում են խարիզմատիկ առաջնորդ, ինչ նկատի ունեն։ Խարիզմատիկ առաջնորդը, որ ինչ որ մի գաղափար, ինչ որ երևույթ մարմնավորում է իր մեջ։ Օրինակ Վազգեն Սարգսյանը իր մարմնավորում էր, ասենք, այդ պայքարը, Արցախի պայքարը, պատերազմը եւ այլն։ Հիմա նույնիսկ կարևոր էլ չի որքանով էր դա ճիշտ, որքանով էր սխալ։ Ինքը այդ խարիզման կարողացել է ձևավորել։ Բայց այդ բանակ է ստեղծել։ Հա, հիմա միայն ինքը չէր ստեղծել, բայց կարևորը դու այդ խարիզման քո վրա վերցնում ես։ Երբ որ մենք ասում ենք մարդիկ ինչ-որ անձերի հետևից են գնում, անձերի հետևից գնալ նշանակում է այդ անձը ինչ գաղափար, ինչ երևույթ է մարմնավորում ու դառնում է անձ, որի հետևից մարդիկ գնում են։ Հիմա այս անձնավորությունը փորձում է ինչ-որ խարիզմա ձևավորել ինչ-որ մարդկանց շրջան, որ ինքը բերում է խաղաղություն։ Այ եթե ինքը չի լինի, կլինի պատերազմ։ Ինքը խաղաղության մարմնավորումն է, հա, այդ կերպարն է փորձում ձևավորել, ինչ-որ խարիզմա ստանալ։ Եվ որ իրեն հաջողվում է դա։ Դե հաջողվում է, չի հաջողվում, ես չգիտեմ, ես վստահ չեմ, որ Հայաստանում խաղաղություն կլինի իր ղեկավարման դեպքում, եթե ինքը վերարտադրվի, որտեղ դա լինելու է Հայաստանի հերթական պարտությունների շղթան, հերթական զիջումների շղթան։ Բայց ամեն դեպքում ինքը դա ուզում է համոզել, որ ինքը հաջողվում է։ Ինքը փորձում է դա համոզել, ինչ որ մարդկանց համոզել, երբ ինչ որ մարդկանց մի 10-15% կարողանում է համոզել, նաև կարողանում է թիրախ սարքել մյուսներին, այ եթե մյուսները գան կլինի պատերազմ, հա, եւ եւս մի 15% քաշել իր տակ, պլյուս ադմինիստրատիվ ռեսուրս, սա տեխնոլոգիա է։ Հիմա հարցը հետեւյալն, դուք որ ասում եք անձերի հետևից է գնում, ամբողջ խնդիրը այն է, որ ընդդիմությունը նույնպես պետք է ինչ-որ գաղափարներ ստեղծի եւ գաղափարներ մարմնավորի։ Եթե դու գաղափար ես մարմնավորում, դու դառնում ես խարիզմատիկ կերպար եւ մարդիկ ասում են, ահա, այն անձը, որի հետևից գնում են։ Կար Կարեն Դեմիրճյան, Կարեն Դեմիրճյանը ինչ էր ասում։ Ասում էր երկրում պետք է լինի կարգ եւ կանոն, հա, այսինքն կար սովետական միությունում լավ էր պատեր, բայց կարգ ու կանոն կար, ամեն ինչ հստակ էր եւ այլն, եւ ինքը այդ գաղափարն էր վերում, որ շինարար Կարեն Դեմիրճյանը եկել է նորից այն 5 կարգերը վերարտադրելու, որտեղ լինելու է կարգ կանոն ու դարել էր խարիզմատիկ կերպար, այսինքն ինչ-որ գաղափար էր մարմնավորել։ Հիմա երբ որ ասում են մարդիկ ինչ-որ անհատների հետևից են գնում, այդ անհատները օդի մեջից չեն ստեղծվում։ Այդ անհատները էլ ինչ-որ մի հատ իմաստի վրա կարողանում են դառնալ անհատ, ինչ-որ գաղափարի հիման վրա են դառնում անհատ, իրենք մարմնավորում են ինչ-որ մի երևույթ։ Հիմա օրինակ Փաշինյանը այնինչ մերժել է տարիներ շարունակ քննադատել է, հիմա դա կրկնում են, օրինակ նույն պատահվածապետությունը, նույն օրինակ պարգևավճարները, որ մենք տեսնում ենք միլիոններով ստանում են։ Դե դա պետության բյուջեի հաշվին կաշառք տալն է եւ իմիջիալոց այդ մարդու մտածողության մեջ է դա դրված։ Ուրեմն մինչև 2018 թվականը Երևանի ավականու ընտրություններն են տեղի ունենում, որին մասնակցում էր քաղաքացիական պայմանագիրը, իրանք որ ձայներ չհավաքեցին, հա, որոշակի։ Ինքը ինչ էր ասում, ինքը կոչ էր անում, այսինքն սա հերթական աբսուրդն է, բայց դա իր մտածողությունն է ցույց տալի։ Ինքը ասում էր կաշառք մի վերցրեք, ընտրակաշառք, գնացեք քվեարկեք մեր օգտին, մենք էլ որ գանք դառնանք իշխանություն Երևանի քաղաքապետարանի, կտեսնենք ով որ կաշառք չի տվել, փողը մենք իրեն 15000 էր թե ինչ էր, որքան հիշում եմ, այդ 15000 իրենց կպարգևատրենք քվեարկելու համար։ Այսինքն պետայի քաղաքի բյուջեի հաշվին ինքը կաշառում է իր ընտրողներին։ Նույնն էլ այստեղ է չէ կատարում, ինքը ինչ անում, ինքը պետական ապարատ,
падգամավորներ եւ այլն, բոլորին ըստ էության բյուջեի մեր բոլորիս հաշվին իրենց լավ կյանք է ցույց տալի, իրենց պարգևներ է տալի եւ այլն, եթե դուք լավ աշխատեք, ես ձեզ նույնպես կպարգևատրեմ հետագայում ընտրություններից հետո, վատ աշխատեք, աշխատանքից կհանեմ, դուք դրանից կզրկվեք, այսինքն բյուջեի հաշվին ըստ էության կաշառում է, եւ ստեղծում է մի թիմ, որը այն փողի վրա է հիմնված, մի մասն էլ բախի վրա է հիմնված, որտեղ կոմպրոմատներ կան։ Նույն եկեղեցու օրինակով մենք ինչ ենք տեսնում, ասենք ինչ որ հոգևորական քահանա շատ բան ակտիվ ձևով պաշտպանում է կաթողիկոսին, վատ բառեր է օգտագործում գործող իշխանության դեմ, 2 օր հետո միանում է այսպես կոչված չակերտներով տեղի ունեցավ 2 օրվա ընթացքում։ Կամ բազմաթիվ տեղեկություններ կան, որ համայնքապետեր, գյուղապետեր, ԱԱԾ աշխատակիցներ գնում են, համոզում են, փող են կամ բախեցնում են, կամ փող են 5 միլիոնի մասին խոսեց կանոններից մեկը, որ տրամադրվել է եւ այս գործող իշխանությունը գործ չի հարուցում իրեն վարկաբեկելու, ԱԱԾ-ն գործ չի վարում։ Նայեք, ԱԱԾ-ը մի մարմինն է, որը Հայաստանի անվտանգության պատասխանատու է, մամուլով նյութեր են տարածվում, որ ինքը գնում է հոգևորականներին վախեցնում է կամ փող է բաժանում կամ գործող իշխանությունը, Փաշինյանն էլ ասաց, այո, գնում խնդրում են ասում։ Բայց դրա համար գործ չի հարուցում, որ վարկաբեկում է պետական կարևորագույն ինստիտուտները։ Ինչի՞ չեն քրեական գործ հարուցում պետական ինստիտուտները վարկաբեկելու համար, տեսնեն ճիշտ է դա, թե սխալ է դա։ Այսինքն դրանով ընդունում են, որ այդպես էլ կա։ Այսինքն ինչ իրավունքի մասին է խոսքը, ինչ սահմանադրության մասին է խոսքը։ Հիմա օրինակ Փաշինյանը խոսքը արդարացնում է, ասում է այն ժամանակ ծրարներով գումարներ էին ստանում, իսկ հիմա մենք պարգևավճարներ ենք տալիս։ Բացի այդ արդարացնում են, ասում են մենք պետք է նրանց բարձր վարձատրենք, որպեսզի այդ մարդիկ կան աշխատեն եւ մենք բարձրորակ կադրեր ունենանք եւ ոչ թե բարձր վարձատրելը պետական կարևոր պաշտոնյաներին դա այլ խոսակցություն է։ Ես կարծում եմ, որ այո, ինչ որ լավ մասնագետների իհարկե պետք է անել եւ իհարկե պետական ծառայությունը պետք է նաեւ վարձատրվի, որովհետեւ եւ պահանջները մեծ լինեն, բայց այստեղ գնում է պարգևատրումների մասին, չէ, աշխատավարձները չի բարձրանում, այսինքն պարգևատրում են տալի 7 միլիոն, 4 միլիոն, 5 միլիոն, մի քանի հազար դոլար փաստորեն մեկ ամսում գումար, մի քանի տասնյակ հազար, այո, այդ նախարարների դեպքում այդ միայն տարվա վերջի պարգևատրումներին է վերաբերում, չհաշված տարվա ընթացքում։ Սա արդյոք բարձր աշխատավարձի մասին է խոսքը։ Իհարկե ոչ։ Սա արդեն նախընտրական տարում քաղաքական ընտրակաշառք է ըստ էության։ Եվ նաև փողի վրա պետության բյուջեի հաշվին team building, թիմի ձևավորում, փողի շահի վրա հիմնված։ Ոգևորի, որպեսզի միանան իրեն կամ ավելի լավ աշխատեն, որ շահագրգռված լինեն, լավ աշխատեն, որ ինքը վերընտրվի եւ ինքը վերընտրվի բոլոր անօրինական եղանակներով, որովհետեւ այն ձերբակալությունները, որ հիմա կատարվում են, սա ինքը իր մրցակիցներին ձերբակալման գործընթաց է տանում, չէ, ձերբակալում է։ Այսինքն այն նման ընտրությունները կարող են, ասենք, լեգիտիմ համարվել կամ այդ Մոլդովայի եղանակով, հիմա խոսակցությունը գնում է այս կամ այն կուսակցությանը կարող է կամ դաշինքին թույլ չտան մասնակցել ընտրություններին եւ սանկցիան գալիս է Եվրոմիությունից, որ այո, կարող եք դա օգտագործել այդ մեխանիզմը։ Հիմա այդ դեպքում սա օրինական ընտրություններ է, սա լեգիտիմ ընտրություններ է, թե ոչ։ Եթե լեգիտիմ չի, ապա ինչ անել։ Այդ մի հատ հարց է, որի պատասխանը պետք է գտնել։ Գիտեք, իրենք ասում են, որ դա այդքան էլ մեծ գումար չէ, չգիտեմ, մենք ենք չափազանցեցնում, բաժանեք ասում է ամիսների, տեսեք, որ դա այդքան էլ մեծ գումար չէ։ Եթե իրենք ասում են, մենք թոշակառուին 10,000 դրամ թոշակը չենք բարձրացնում, որովհետև չգիտենք ճիշտ կծախսի, թե ճիշտ չի ծախսի, բայց երբ որ մի քանի տասնյակ հազար դոլարի պարգևատրում ես, ինչ է այդ հարցը չես դնում, իսկ իրենք ճիշտ կծախսեն այդ գումարները, թե կարող է սխալ ծախսեն։ Լավ, խոսենք նաև Վաշինգտոնում կնքված TRIP-ի համաձայնագրի հետ կապված, հայտարարության հետ կապված, դուք ինչ խնդիրներ եք տեսնում եւ ինչ առավելություններ կան։ Ես կարծում եմ, այդ փաստաթուղթը ոչինչի մասին է, խոսքը փաստաթղթի մասին է, եւ կարծում եմ իրական պայմանավորվածությունները այդ փաստաթղթի մեջ չկան։ Դա ունի իր գաղտնի մասը կամ գաղտնի պայմանավորվածությունների մասի, որի շուրջ աշխատանքները տարվում են։
Սա ուղղակի նախընտրական նվեր էր, երևի էս իշխանության խնդրանքով, ինքը մի փաստաթուղթ էր ուզում ստանալ ընտրություններից առաջ հանրությանը ցույց տալու համար։ Ալիևը նույնպես մի քանի գերիներ բաց թողեց, հա, որպես նախընտրական նվեր, որի մասին ես դեռ ամիսներ առաջ կանխատեսում եմ, որ նման դեպք լինելու է ընտրություններից առաջ։ Թուրքիա արտգործնախարարը ասաց, որ մենք պաշտպանում ենք Հայաստանի վարչապետին։ Ասում են Հիմա այդպես չի անցակետել։ ասել է բանը պաշտպանում ենք ժողովրդի կամքը, որ Փաշինյանը առաջատար է։ Ну, նույն բանը չէ։ Հիմա Թուրքիան մեր ժողովրդի կամքը պաշտպանում է, հա, տենց ձևակերպին։ Անցակետ են արդեն բացելու եւ այն։ Սա նախընտրական նվերներ են։ Հիմա ինչ վերաբերում է այդ թրիփի փաստաթղթին, ես կարծում եմ իրական փաստաթուղթը, որտեղ արդեն շատ կոնկրետ կլինի, որի շուրջ իրենք արդեն ունեն պայմանավորվածություններ եւ որոնց կարող են խնդիրներ առաջացնել հանրության մեջ, որ տեսնեն դա ինչ պայմանավորվածություններ են, դա կլինի, եթե ինքը վերընտրվի ընտրություններից հետո։ Այն ժամանակ մենք իրական փաստաթուղթը կտեսնենք։ Իսկ այս փաստաթուղթը ուժուտ ռոպագանդիստական նպատակ ուներ։ Նկատի ունեք գաղտնի մասում ինչ պետք է լինի։ Ես Վերահսկման հետ կապված տարբեր հարցեր։ բաներ կարող են լինել։ Կարող են նաև անկլավների հարց լինել, երասխում եւ այլն։ Այդ հարցերը այդ ճանապարհով կքննարկվի։ Ես կարծում եմ դա ընտրություններից հետո այն հիմնական զիջումները ինքը կանի ընտրություններից հետո։ Իսկ վերահսկման հարցը, որ նշված էր այնտեղ։ Որևէ վերահսկում Հայաստանը չունենալու եւ դա լինելու է միջանցք, վերահսկում այնտեղ ինչ որ տեխնիկական, բան, գուցե արհեստական բանականության միջոցով նման խոսակցություններ են գնում, հա, եւ դեղ մուտքում Ադրբեջանի մասում եւ ելքում Ադրբեջանի մասով Ադրբեջանի պահանջը այն է, որ որևէ հայ մաքսավորի հետ իրենք չառնչվեն, հա, տեղ կլինի ինչ որ ամերիկյան, ինչ որ մի կազմակերպություն, ինչ որ եւ այլն, չգիտեմ, թե ինչպես կլինի, բայց օրինակ իրենց լավագույն օրինակը այն է, որ ասում են, եթե Ադրբեջանի մի մասից գնում է Ադրբեջանի մյուս մաս, օրինակ Սաֆարովը, որ հայ գերու գլուխ է, ես բառացի եմ ասում իրենց խոսքերը, ինքը պետք է անխոչնդոտ ձևով Ադրբեջանից Նախիջևան գնա, Սաֆարովը կարողանա գնա, այսինքն որևէ իրավական ֆունկցիա հայկական կողմը չի կարող կատարել, որևէ մեկին ձերբակալել, որևէ մեկին պատժել, ստուգել եւ այլն եւ այլն։ Այս սրա մասին մենք կտեսնենք ընտրություններից հետո եւ արդեն մարդիկ կհասկանան, որ այդ տարածքի վերահսկողությունը մենք վերջնականապես կորցրել ենք։ Բայց դա կլինի ընտրություններից հետո, եթե այս անձնավորությունը վերընտրվի։ Այն փաստաթուղթը, որը մեզ ներկայացրել են, դա ոչինչ է եւ այնտեղ գրած է, որ դա որևէ իրավական պարտավորություններ չի ընդհանրում։ Ամբողջ խնդիրը անխոչնդոտ բառի մեջ է, որը այս անձնավորությունը Վաշինգտոնում ստորագրել է, որ Ադրբեջանը անխոչնդոտ պետք է ճանապարհ ունենա իր երկու հատվածների միջև։ Իսկ Թրամփի ներկայությունը ԱՄՆ-ի մեծ մասնաբաժին ունենալը դες չի խաղում։ ԱՄՆ-ի քաղաքականությունը այն է, որ բոլոր ճանապարհների վրա ինքը վերահսկողություն ունենա, բոլոր գազամուղների, նավթամուղների վրա վերահսկողություն ունենա։ Նույնիսկ այն հյուսիսային հոսքերը, որ պայթեցվեցին Ռուսաստանից դեպի Եվրոպա, Գերմանիայի միջոցով մի գիծը մնացել է, չէ, երեքը պայթել է, մի գիծ է մնացել է։ Ինչ է Թրամփ առաջարկում, ասում է, եկեք ես գամ, այդտեղ կանգնեմ, այդ նավթը Ռուսաստանը ինչ ծախի, ես ծախեմ Գերմանիային, այսինքն այդ օպերատորը ինքը լինի եւ մեջը փայ մտնի։ Եվ նաև մյուս կողմից վերահսկի։ Այսինքն բոլոր կարևորագույն ճանապարհներում նավթամուղ, գազամուղ Ինքը ներկա լինի։ ինքը պետքա ներկա լինի եւ նաև Վենեսուելայում, ասում եմ, այդ նավթի հիմա մեզ պետքը չի, բայց մենք թույլ չենք տա որևէ մեկը օգտվի։ Այսինքն Միացյալ Նահանգները փորձում է նման եղանակով իր դոլարը պահել, որ հիմքում դրված է վառելիքները, ասենք նավթը, գազը եւ այլն, հա, այսինքն դրա միջոցով ինքը դրան է կպցրած իր դոլարը։ Դրա համար ինքը ամբողջ աշխարհում փորձում է այդ վառելիքը վերահսկել եւ դրանք վաճառել դոլարի միջոցով, որ բոլորը ստիպված են դոլարով վաճառել եւ դոլարի կայունությունը պահպանել, որտեղ Միացյալ Նահանգները լուծում է իր տնտեսական խնդիրները։ Այս տրիպի ճանապարհը նույնպես այդ տրամաբանության մեջ է գտնվում։ Բայց ասում են իրենք միլիարդավոր դոլարներ են ներդնելու։ Մեգա նախագիծ է սա։ Կոնջորյանն էր ասում, բիզնես մեծ պրոյեկտ է։ Դե դուք էլ ասեք։ Մեկը Հայաստանում պատասխանատվության ինստիտուտ գոյություն չունի։
ով ինչ ասում է, հետո երբ որ սուտ է դուրս գալի, որևէ պատասխանատվություն չի կրում։ Օրինակ, դες գործող վարչապետը իր բազմաթիվ ստերը, որ ասել է 18 թվականից սկսած, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Հիմա ես էլ կարող եմ ասել, տրիլիոնավոր դոլարներ են մտնելու Հայաստան։ Ուզում եմ ասում եմ։ Իսկ Իրանի հետ կփորձենք կամ կկարողանանք իսկապես համաձայնության գալ այս հարցում։ Որ հարցում։ Դե որ Իրանը դեմ է խոսում ճանապարհի հետ կապված թրիփի։ Դե Իրանը Վտանգներ է տեսնում, ասում է մեր դեմ են իրականացնում այս ամեն ինչը։ ԱՄՆ-ն դրա համար է շահագրգռված։ Իրանի հարցը բավականին բարդ է, որովհետև պարզ չի Իրանում ինչ զարգացումներ են լինելու։ Ակնհայտ է, որ արդեն որոշակի պարտավորություններ կան, պայմանավորվածություններ կան Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, եւ այս պահին արդեն ինչ-որ պայմանավորվածություններ կան եւ հետո ինչ պայմանավորվածություններ են լինելու Իրանում, ինչ իշխանական փոփոխություններ են լինելու պարտադիր չի հեղափոխական, հա, այսինքն էվոլյուցիոն առումով ինչ քաղաքականություն է վարելու Իրանը դեռևս այդ հարցերը անհասկանալի են։ Իսկ Իրանում ընթանում են գործընթացներ, որի հետևանքները մենք չենք կարող կանխատեսել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցակիցս Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։